0,78 հեկտար աջ կողմը եւ 0,43 հեկտար ցախ կողմը հանդիսացել է անտառային հողամաս, իսկ այս միջնամասը արդեն 9,79 հեկտարը հատուկ պահպանվող տարածքի հող էր։ Հրազդանի լճի մոտ 11 հեկտար հողամասը ձևական աճուրդով օտարելու վարույթի քննությունը ավարտվել է, դեպքը 17 տարվա վաղեմության է։ 2008-ին Հրազդանի համայնքապետարանի իրավասու պաշտոնյաները անտեսելով անտառային հողերը օտարելու օրենսդրական արգելքը հողամասը օտարել են։ Աճուրդին մասնակցելու հայտ են ներկայացրել Երևանի մեկ բնակիչ եւ Հրազդանի համայնքապետարանի քաղաքաշինության հողաշինության բաժնի աշխատակիցը։ Աճուրդավարը ըստ փաստաթղթերի հանդիսացել է Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանելյանը, իսկ արձանագրողն է հանդիսացել նույն ժամանակ քաղաքաշինության հողաշինության բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Միասնիկ Կոստանյանը։ Նշածս երկու պաշտոնատար անձինք չարաշահելով իրենց պաշտոնական լիազորությունները եւ կատարելով պաշտոնական կեղծիք ամեն կերպ քննարկվող հողամասը Կլարիկ Խաչատրյանինը դարձնելու դիտավորությամբ կազմակերպել իրականացել են կեղծ աճուրդ եւ դրա հիման վրա համայնքի ղեկավարը կայացրել է հողամասն աճուրդով օտարելու մասին որոշում։ Երկու մասնակիցն էլ ըստ քննիչի ընդունել են, որ բաց դասական աճուրդ տեղի չի ունեցել։ Մեղադրանքներ են ներկայացվել Արամ Դանիելյանին, Միասնիկ Կոստանյանին, Կլարիկ Խաչատրյանին եւ նրա որդուն, որը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու կեղծիքին օժանդակելու համար։ Շուկայական արժեքով կազմել է 1 միլիարդ 300 միլիոն դրամ, հողամասի կադաստրային արժեքը կազմել է 136 միլիոն դրամից ավելին ասեմ, սեփականատիրոջ կողմից վերջերս օտարման էր ներկայացվել համացանցային կայքերից մեկով 3 միլիոն 300,000 ԱՄՆ դոլար արժեքով, ընդամենը 41 միլիոն մի փոքր ավելի դրամով ձեռք են բերել։ Իրենց իսկ կողմից պատվիրված գնահատման արդյունքում հաստատվել է, որ շուկայական արժեքը գույքի կազմում է 1 միլիարդ 300 միլիոն դրամ, դա նախորդ տարի է։ Հիմա էլ այս պահին էլ այսինքն այս գարնան տվյալներով համացանցային կայքում օտարման գին նշել են 3 միլիոն 300,000 դրամը։ Օտարել չեն հասցրել, քանի որ սկսվել է իրավական գործընթաց։ Նախաքննության ընթացքում ըստ քննիչի Հրազդանի նախկին համայնքապետը հայտնել է դիրքորոշում, խնդրելով իրեն չընթարկել քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը անցած լինելու ոչ արդարացման հիմքով։ Հսկող դատախազը բավարարել է միջնորդությունը եւ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։ Մյուս մեղադրյալների մասով գործը ուղարկվել է դատարան։ Մեղադրական վերդիկտի կայացման դեպքում վերդիկտը որպես վերջնական հաստատած փաստաթուղթ, որ տեղ ունեցել հանցանք, այն է դեպքում պաշտոնական լիազորությունների չարաշահում եւ պաշտոնական կեղծիք, համայնքապատկան գույքը դուրս է բերվել հանցանքի արդյունքում, հետագայում հնարավոր է վերդիկտն օգտագործելով որպես փաստական տվյալ դրանում նշված հանգամանքները վկայակոչելով դատախազության իրավասու ստորաբաժանումը դատախազական լիազորությունների իրականացմամբ դիմի դատարան գույքը համայնքային սեփականություն դարձնելու պահանջով։ Ձեռքբերման պահից առ այսօր հողամասը ֆիզիկական փոփոխության չի ենթարկվել։ Քննիչի խոսքով սեփականատերերը նշել են, որ երկու անգամ փորձել են ներդրում կատարել, չի հաջողվել։ Հողամասը ճանաչվել է իր եղենապացույց, որոշումը փոխանցվել կադաստրի կոմիտե, որևէ գործարք չիրականացնելու օտարումը բացառելու նպատակով։ Կոստանյանի պաշտպանը ձեռն պահ մնաց մեկնաբանություններից, իսկ Կլարիկ Խաչատրյանի պաշտպան Հարություն Խալացյանը լուրերի հետ զրույցում նշեց, որ մեղադրանքը համարում են շինծու, որևէ իրավական ընթացակարգի հետ աղերս չունեցող։ Մայա Խաչատրյան, Էդգար Դավթյան, լուրեր։